Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձով ու ոլորտային նորություններով։ Այսօրվա իմ հյուրին է մեծ սիրով ուզում ներկայացնել Էդուարդ Ավետիսյան, ողջույն Էդուարդ։ Ողջույն Ծովինար ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնեմ, որ Էդուարդը հանդիսանում է կրիպտո շուկայի, կրիպտո տնտեսվարողների խորհրդի նախագահը եւ միության նախագահը եւ այսօրվա մեր հիմնական թեման, ինչպես արդեն ոնց որ հասկացաք, լինելու է կրիպտո շուկան, հա, Հայաստանում ոլորտը ինչպես է զարգանում, ինչ փուլում է, ինչ մարտահրավերներ կան, ինչ հնարավորություններ կան։ Իրականում կրիպտոն այն թեմաներից է, որ բոլորը խոսում են դրա մասին կամ եթե նույնիսկ չեն խոսում, իրազեկվածություն ունեն, բայց ինչպես է դա աշխատում, ինչպես մուտք գործել ոլորտ, ինչ սպառնալիքներ, հնարավորություններ կան, իհարկե այս հարցերի մասով մենք գիտելիքի բավականին պակաս ունենք։ Էդուարդ, մինչև թեմային ասնելու ուզում եմ ձեր կրթական հենքը ներկայացնեք ու հետո նշեք ոնց եք մուտք գործել այս հետաքրքիր ու նաև շատ քիչ բացահայտված ոլորտը։ Շնորհակալություն։ Հա, իհարկե, սովորել եմ համալսարանում համակարգչային գիտություններ, ծրագրավորող եմ որպես մասնագիտությամբ աշխատել մի քանի տարի, այդ ոլորտում նաև QA, project manager, product manager, հետո ինչ որ երբ որ կրիպտոն բացահայտեցի, ոնց որ ամբողջությամբ դրանով տարվեցի եւ այստեղ արդեն բիզնես հիմնադրեցի, ամբողջությամբ սկսեցի դրանով զբաղվել։ Իսկ ինչպես եք բացահայտել, ո՞րն է եղել այն առաջին, այսպես առերեսումը այս աշխարհի հետ կամ ով է հանդիսացել խթան, ո՞նց է ստացվել։ Ինչ որ մարդիկ խթան են հանդիսանում նման թեմաներում, իմ նախկին գործատուն, որտեղ որ ծրագրավորող էի աշխատում, դեն շաբաթական զանգեր էինք ունենում թիմով ու 2017 թվականներ շատ լավ հիշում եմ ամռան կողմերը թե աշնան ու այդ ժամանակ տենց խոսքի մեջ ասեց, բայց բիթքոինի կուրսը բարձրացել է մինչև $6000, տնաս 7000, 8000, 9000, 10000 կհասնի թե չի հասնի, ասես ինչ որ բաներ ասեց, ասում եմ ինչ է այդ բիթքոինը, ինչա բարձրանում եւ այլն, տենց սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ շատ մեծ խորը ոլորտ է, որը շատ հեռանկարային է, սկսեցի դրա մասին գրել, նյութեր պատրաստել, ծանոթներից դրա մասին պատմել, շատ ոգևորվեցի ու հավատացի դրա գաղափարին ու կարելի ասել ինչ որ չափով ճիշտ դուրս եկա այդ առումով, որովհետև այդ բացահայտումից հետո շուկան այս պայդրությամբ արդեն 10-նապատկվել է, 10 անգամ աճել է ու Հայաստանում ինձ հաճախ են ասում, որ ոլորտի առաջամարտիկներից եմ, որովհետև շատ վաղուց դրա մասին խոսել եմ, վիդեոբլոգ եմ վարել 2020-21 թվականից ու փորձել եմ հանրությանը իրազեկել դրա մասին։ Շատ լավ, Էդուարդ, տեսեք, վստահաբար հարցը կարող է մի քիչ ձեր դիտանկյունից ավելի պարզ լինել, բայց ուզում եմ այսպես ավելի հանրամատչելի կերպով, որպեսզի բոլոր քաղաքացիները, հա, ովքեր որ նույնիսկ շատ խորացված գիտելիքներ չունեն կամ երբևէ չեն առերեսվել այս թեմաների հետ, բացատրեք ինչա բիթքոինը, ինչ է կրիպտոն։ Նորից վստահ ունենք շատ ռադիոլսողներ եւ շատ ռադիոլսողներ, ովքեր որ նույնիսկ արդեն դրանով գործարքներ են անում, բայց կարճ սրա մասին խոսենք ու արդեն անցենք նաև միության ձևավորումը արդեն խոսում են նրա մասին, որ մեր ոլորտը ըստ էության այնքան է կայացել, որ մենք արդեն ձևավորված կառույց ունենք, որը որ զբաղվում է ոլորտային հարցերով։ Շատ լավ, կարճ ասած, ինչ է կրիպտոն, պատասխանը այն է, որ ինքը էլեկտրոնային փող է։ Փողը թվային տիրույթում։ Ինչով է ինքը տարբերվում մեր սովորական քարտի մեջի փողից կամ էլ էլեկտրոնային դրամբանակների մեջ եղած փողից, նրանով որ ինքը ապակենտրոն է։ Ինքը չի կառավարվում, թողարկվում ինչ-որ մեկի կողմից։ Այսինքն հիմնական կրիպտոյի գրավչությունը դրանում է։ Բիթքոինն էլ, որը որ առաջին ու կարելի ասել հիմնական կրիպտո արժույթն է, որովհետև ինքը կրիպտո շուկայի 60%-ն է գրավում։ Բիթքոինը առաջինն է եղել, ինքը հիմա համարվում է այն ամենաապակենտրոնը, ամենավստահելին, հաճախ համեմատում են նրան ոսկու հետ, կոչում են բիթքոինը թվային ոսկի։ Այսինքն ոնց որ դու ոսկի կգնեիր, որպեսզի պաշտպանվեիր ինֆլյացիայից, արժեզրկումից ու կապիտալդ անվտանգ կկայանեիր, նույն սկզբունքով շատերը ներառյալ ես բիթքոինն ենք ընտրում որպես արդեն 21-րդ դարի ոսկի, որպես կապիտալ պահպանելու միջավայր ու գումարը պահպանում ենք բիթքոինով։ Նաև կրիպտոյում շատ տարածված են stable coin-ները, որոնք որ դոլարին կցված կրիպտոներն են, դրանք թույլ են տալիս հեշտությամբ գումար փոխանցել աշխարհի մի ծայրից մյուս ծայրը։
Շատ լավ, տեսեք Էդուարդ, խոսեցինք նրա մասին, որ արդեն Հայաստանում կա ձևավորված կառույց, մի փոքր նաև ներկայացնեք կառույցի առաքելություն, ինքը երբ է ստեղծվել, ինչին է միտված եւ ամենակարևորը ովքեր են անդամակցում, հա, ու իր արժեվ ինչ հիմնական խնդիրներ է դրել, որոնց լուծմանը միտված է կառույցի գործունեությունը։ Նախաձեռնության միտքը մոտս առաջացավ անցած տարի, երբ որ տարիներ շարունակ կառավարության հետ բանակցելու արդյունքում ոչ մի արդյունք էական չէր գրանցվում ու այս պայդրությամբ նույնպես ճնշող ու զսպողա պետության մոտեցումը Հայաստանում կրիպտո ոլորտի հանդեպ։ Միտքը օրենսդրական կարգավորումների մասին է։ Այո, օրենսդրական կարգավորումների մասին է խոսքը ու դրա արդյունքում տարիներ շարունակ ինքնուրույն զարգացած աճած կրիպտո բիզնեսները բոլորը հանկարծ հայտնվեցին փակվելու վտանգի առաջ ու անցած ամռանը այդ նախաձեռնությամբ հանդես եկավ որ արժի միություն հիմնել, արժի ոլորտի տնտեսվարողներին միավորել, մի հատ հարթակ ստեղծել, որ կարողանանք միասին պետության հետ այս հարցերով բանակցել, ոլորտի ինչպես բիզնեսների, այնպես էլ օգտատերերի շահերը, հետաքրքրությունները ներկայացնենք, որովհետև այստեղ շատ մեծ շրջանառություն կա, տարեկան մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն է, որը հիմնականում առնչվում է միջազգային առևտրին, դրան մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, Հայաստանում բնակչության մոտ 15%-ը, այսինքն մոտ 450,000 մարդ, ակտիվ օգտագործողների մասին, օգտատերը, կամ էլ նախկինում գոնե մի անգամ կրիպտոյով ինչ-որ գործարք արել։ Այսինքն իրենք ինչ-որ հարթակներում գրանցված են, հաշիվներ են բացել եւ այլն, ինչ-որ ձև կրիպտոտնտեսության մեջ իրենց ներդրումն են ունեցել ու այս մարդկանց ու տասնյակ բիզնեսների շահերը որովհետեւ ներկայացված չեն ու չկա կառույց, որը որ պաշտպանի այս ոլորտի տնտեսվարողների, նաեւ քաղաքացիների շահերը։ Հետևաբար այդ պատճառով ստեղծվեց միությունը սեպտեմբերին հիմնադրվեց 2025 թվականի, անդամակցություն են ներկապահին մոտ 20 ընկերություն, ոլորտի բոլոր խոշոր եւ միջին բիզնեսները կարելի ասել Հայաստանում գործունեություն ծավալող համարյա բոլորը ներկայացված են այդտեղ ու հիմնական են հարթակն այնք հանդիսանում, որը որ ոլորտը կոմունիկացում է պետության հետ։ Շատ լավ, տեսեք Էդուարդ, նշեցիք, որ 2025 թվականին է հիմնադրվել ու նաև եկել ըստ էության հասունացել է այն պահը, որտեղ որ պետք է արդեն անհատները կամ կառույցներ, ովքեր փորձառություն ունեին ոլորտում, գիտելիքը, փորձը ուժերը միախմբել ու նաև պետության հետ կոմունիկացիան կարողանալ այնպես տարվեր, որ մարդիկ, ովքեր այս տիրույթում են կամ բիթքոյնի, կրիպտոյի հետ երբևէ առնչություն ունեցել են, պաշտպանվածություն ունենան։ Հիմա մի փոքր ուզում եմ ներկայացնել կրիպտո շուկան Հայաստանում, հա, ընդհանրապես ինքը ինչ, չգիտեմ, աճի փուլում է, հասունացման փուլում է, դե դժվար է ասել անկման փուլում է, բայց միգուցե կան ոլորտներ, որտեղ արդեն անկման փուլում է, ինչ հնարավորություններ կան եւ նաեւ մի քիչ կուզենամ սպառնալիքներից խոսեք, որովհետեւ կրիպտոն էլի երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ գրավչությունը, գայթակղությունը բավականին մեծ է, բայց այստեղ էլ անհնար է առանց գիտելիքի ու փորձի ու նաեւ շատ խարդախությունների, շատ այսպես կորուստների արժև կարող ես կանգնել։ Տեսեք, շուկան ընդհանուր ինքը տարեցտարի աճում է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու գնալով համ գործարքների ծավալները, այսինքն շրջանառությունը կրիպտո ոլորտում։ Որ ոլորտներում են հիմնականում։ Հիմնականը առևտրին է վերաբերվում, եթե ծավալային նայենք, թե մեծ գումարները որտեղ են գնում, մեր Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներին բոլորին է վերաբերվում, top 3, top 5-ը վերցնեք, բոլորի հետ ինչ որ շրջանառություն կրիպտոյով է գնում։ Հատկապես նմանատիպ այնպիսի երկրներ կան, որտեղ որ ավանդական ֆինանսները ինչ որ չափով սահմանափակված են, բանկերով, քարտերով դժվար է փոխանցումներ կամ անհնար է տեղ-տեղ անել, ստիպված բիզնեսները կամ մարդիկ օգտագործում են կրիպտոն որպես դրան այլընտրանք։ Ու ինքը հենց դրանով է գրավիչ, որ ինքը չի ճանաչում քաղաքականություն, ինքը չի ճանաչում դիվանագիտություն, կապ չունի քաղաքացիները պետություններով իրար հետ ինչ հարաբերություն ունեն, եթե երկու մարդ ուզում է իրար փող փոխանցի, կրիպտոյով հանգիստ փոխանցում է։ Նույնը վերաբերում է բիզնեսներին։ Եթե ինչ որ առևտրային հարաբերություններ սահմանափակվել են բանկային սահմանափակումների պատճառով, մարդիկ կարող են իրար կրիպտո ուղարկել։ Ոչ ոք այդտեղ չի կարող իրեն սահմանափակել։ Այդպիսով տարեստարի ոլորտի դինամիկ կերպով
զարգացել է, ճիշտ է ոչ պաշտոնական ձևով, որովհետև չի եղել կարգվող մարմին, չեն եղել օրենքներ, չի եղել ֆիքսված թե պաշտոնական շրջանառությունը որն է։ Այդ 10 միլիարդն էլ որ ասում եմ, դա վերլուծական գործիքներից ստացված թվեր ընդհանուր որ Հայաստանի դիտարկում ենք մոնիթորինգ են ենթարկում, այդպիսի թվեր են դուրս գալիս։ Հիմա բանը հասել է նրան, որ օրենքներ են ընդունվել, որոնք որ կաշկանդող են, ու այդ օրենքները երկու տարբերակ կա, այս պայդրությամբ կամ մղելու են ամբողջ ոլորտը դեպի ստվեր, կամ էլ ուղղակի ոնց որ փակելու են այդ շրջանառությունը ու ընդհանուր այդ ոլորտի շարժը, այսպես ասած, նվազի։ Բայց արդյոք տեսականորեն հնարավոր է ոլորտի շարժը փակել։ Տեսականորեն հնարավոր է, եթե քաղաքացիները օրինապաշտ են, պետությունը ինչ ասեց հալած յուղի պես ընդունում են, այդպես էլ անում են, ասեցին չի կարելի այս գործարք անել, օրինակ հիմա հունվարի 1-ից արգելվել են կանխիկով գործարքները կրիպտոշուկայում, որը շատ լուրջ խնդիր է, որովհետև բանկերը դեռևս չեն սպասարկում նորմալ այս ոլորտը։ Ու նախկինում ամբողջ շրջանառությունը կարելի է ասել կանխիկով էր տեղի ունենում։ Հիմա հունվարի 1-ից այս օրենքները ուժի մեջ մտան։ Հիմա հարց կա նմանատիպ հարաբերությունների շարունակություն թե չկա։ Չեն կարող ասել, կարող է ստվերում շարունակում։ Ինչու է պայմանավորված կանխիկի արգելանքը, հա, միգուցե էլի ինչ որ բաներ ստվերից հանելն է կամ ինչով է պայմանավորված որոշումը կամ վերաձևակերպեմ հարցս միշտ մենք նշում ենք նույնիսկ երջանկայի շատակ Կարեն Վարդանյանն էր ասում որ համայնքների հենց կարևորությունը նրանում է որ համայնքները միավորվում են եւ կարողանում են իսկապես խնդիրներ առաջադրել որը որ պետական մարմիններում կարող են չտեսնել այո կարող են նաեւ չտիրապետել այդ խնդրին որովհետեւ կան ոլորտներ որոնք մասնագիտական լուծում են պահանջում հիմա կրիպտո շուկան էլի կարող ենք վստահաբար ասել որ սա այն ոլորտը չի որ բոլորը ունեն իդեալական գիտելիքներ եւ մասնավոր եւ պետական եւ ինչու ոչ հա նույնիսկ կենցաղային մակարդակում միգուցե որոշումները կայացվում են ոչ փորձի ու շատ գիտելիքի հիման վրա այլ մասնավոր 1-2 օրինակների կանխարգելման վրա ինչով է պայմանավորված հա միտքը ճիշտ եք ասում հաստատ մասնավոր ինչ որ ընդհանրապես պատկերացումների վրա կամ ենթադրությունների վրա են հիմնված այն որոշումները, որոնք որ կայացվել են, ու ինչով է այդ արգելքը եկել կանխիկի, էլի հիմնականում չհասկանալու կամ ինֆորմացված չլինելու պատճառը դա եղել, ու եկել է դա ինչքան էլ տարօրինակ է ներքին գործերի նախարարությունից, այսինքն ուժային կառույցն է ֆինանսական գործիքի առաջին կարգավորումը մտցրել Հայաստանում, այտենց նախագիծ շրջանառելով, որ կրիպտոյով գործարքները պետքա բացառապես անկանխիկով տեղի ունենան ու ընդհանրապես հաշվի չեն առել շուկայական իրողությունները, որ բանկերը չեն սպասարկում ոլորտը որ բանկերի ռեգուլատորը կենտրոնական բանկը շրջաբերական ուղարկել բանկերին ասում է որ հերոմնացեք այս ոլորտին հանկարծ չսպասարկեք սա ռիսկային է գերրիսկային է վտանգավոր է քաղաքացիները բանկերի բիզնեսները պետք է հեռու մնան բանկերն էլ դե ոնց որ ընդունելով ԿԲ-ին որպես ռեգուլատոր չեն կարող չընթարկվել այդ հրահանգին ու 2018 թվականին է այդ շրջաբերական ուղարկվել 7-8 տարի շարունակ բանկերը ընդհանրապես մոտիկ չեն եկել այս ոլորտին ինչ կրիպտոյով գործարք տեսել են արգելափակել են թույլ չեն տվել բորսաներ փոխանցումներ անել քաղաքացիները չեն կարողացել իրար կրիպտոյին առնչվող գործարքներ անել այսինքն ոլորտը տերորի է ընդհանրապես երևի այդտեղից էլ եկել է ոլորտի նկատմամբ այդ երկակի ձևավորված կարծիքը հա որ ովքեր լավ տիրապետել են իրականում դա դիտարկել են հնարավորություն ովքեր ոչ ավելի խարդախության խաբեության եւ նմանատիպ համատեքստում ճիշտ եք ասում ու աղմուկը բարձրացել մենակ այն որ ինչ որ խարդախություններ են տեղի ունենում որ ինչ որ անօրինական գործարքներ են դրանով անում հա որոնք որ ճիշտ է արվում են, բայց դրանք էլի նույն վերլուծական գործիքներից ելնելով կազմում են 1%-ից էլ ավելի քիչ, մոտ 0.25%-ը։ Է խարդախություն լինում։ Այսինքն ցանկացած ֆինանսական շուկայում խարդախությունը բանկերով էլ է լինում խարդախություններ։ Ամենատարածված բաները հիմա քարտերից գումարներ են քաշում կամ ինչ որ ուղարկում են անհասկանալի վենդերներին ու գումարը կորում է կամ վարկեր են ձևակերպում էլի լրատվականներով բարբերաբար լսում ենք չէ դրա մասին։ Այո։ Ու հետո քաղաքացիները դրանից տուժում են։ Այսինքն ցանկացած ֆինանսական ոլորտում կան ռիսկեր։ Հարցը նրանում է թե այդ ռիսկերը ոնց է զսպում ու դրան զուգահեռ հավասարակշռող ինչ հնարավորություններ կան այդ ոլորտում ստեղծվող, որովհետև մինչև հիմա այն ամեն ինչ ՆԳՆ-ն ու կենտրոնական բանկը առաջ են քաշել, ամեն ինչ վերաբերվում է ռիսկերին։ Ընդհանրապես բանտեղ չի դրվում հնարավորությունները։ Ու չկա ինչ որ պետական կառույց, որը որ դիտարկի դա հնարավորությունների տեսանկյունից։ Ու վատը նրանում է որ հիմա ճիշտ շեշտեցիք որ համայնքները ձևավորվում են իր այդ կարողանում ինչ որ հարցեր առաջ տանեն կրիպտո ոլորտը ինքը ինչ որ չափով նման է IT ոլորտին նրանով որ ինքը համարյա ամբողջությամբ թվային է
IT ոլորտի աշխատողներին, եթե դու ճնշես կամ բարձր հարկեր դնես, իրանք կասեն ձեզ շնորհակալություն, ստեսություն, կգնան ուրիշ երկրից նույն բանը կանեն։ Նույնը կրիպտո ոլորտում է։ Կրիպտոն թվային փող է, դու կարող ես այդ նույն գործարքները ստեղ արգելեցիր, գնաս հարևան Վրաստանում ալես, այնտեղ շատ ազատական է այդ շուկան, դրա մասն էլ վերջերս հոդված է հրապարակել միությունով, որ համեմատում է Հայաստանում շուկան կրիպտոյի, մեկ էլ Վրաստանում, թե այնտեղ ինչքան ազատական է, այնքան ճիշտ է այնտեղ համ կենտրոնական բանկը մոտենում դրան, համ պետությունը, համ տարիներ շարունակ խրախուսել են ոլորտը։ Այնտեղ կրիպտո մայնինգը, արդյունաբերությունը մոտ 10 անգամ ավելի զարգացած է, քան Հայաստանում։ Այդ ամեն ինչը ընդհանուր քաղաքականություն է եղել պետության կողմից որդեգրած։ Իսկ մեր մոտ ոչ մեկին չի հետաքրքրում ստեղ ինչ հնարավորություններ կա, մենակ ճնշում սահմանափակում ենք ոլորտը։ Ու այդ արգելքն էլ որ եկավ ՆԳՆ-ի կանխիկի հետ կապված էլի ասում են, որ սա անօրինականությունների դեմ պայքարելու համար է, որ պետքա հետագծելություն ապահովի, իսկ կանխիկով չես իմանում ով է գործարքներ անում։ Մենք էլ միությունով խոսացել ենք նույն ՆԳՆ-ի հետ, այլ կառույցների հետ հանդիպել ենք, ազգային ժողով, էկոնոմիկայի նախարարություն, կենտրոնական բանկ, ասում ենք ժողովուրդ ջան, հետագծելություն է պետք, ուզում եք իմանաք ով է գործարքներ անում թափանցիկ լինի, եկեք բոլոր գործարքները նույնականացնենք, անկախ գումարի չափից։ Հիմա դոլարի չենջում ոնց է, մինչև 100,000 դրամ կարաս առանց անձնագիր անել, չէ։ Միշտ անձնագրով է։ Հա, ասում ենք, ուզում եք 10 դոլարի գործարք անեն, մենք կնույնականացնենք, բոլոր գործարքների մասին ինֆորմացիան կպահպանենք, ինչ տեղեկատվություն պետք է կփոխանակենք պետության հետ։ Բայց մի սահմանափակեք այս կանխիկի գործիքը մեր մոտ։ Էլի դա չլսեցին, չընդունեցին։ Տարվա վերջել կենտրոնական բանկը այս խոսակցությունների հիման վրա մի նախագիծ շրջանառեց, որը թույլ տվեց մինչև 300,000 դրամ կանխիկով գործարքներ անել, որը իրականում ծիծաղելի թիվ է, հաշվի առնելով որ տարեկան 10 միլիարդ դոլարի շրջանառություն այստեղ կա։ Այսինքն նույն անհատը կարող է օրինակ 10 անգամ 300,000-ի գործարք անել։ Օրենքով դա մասնատում է համարվում, չի թույլատրվում։ Բայց եթե չեն նույնականացնում անհատին, ինչպես են հասկանում, որ դա նույն մարդն է։ Չէ, նույնականացնում են։ Արդեն նույնականացնում։ Այդ 300,000 դրամ սահմաններում էլի բոլոր գործարքները պետք է նույնականացվեն, զեկուցվեն։ Հիմա դա թույլատրվում է, բայց դա պրակտիկորեն ոչ մի բան չի նշանակում, որտեղ այն change-եր են գրասենյակներ, որոնք մեր տարիներ շարունակ գործել են Երևանում, նաև Երևանի կենտրոնում շատ կտեսնեք կրիպտոյի գրասենյակների իրենց մեծ ցուցանակներով, իրանք շատ ավելի մեծ գործարքների ու միջազգային առևտրի վրա են կարելի ասել նստած եղել, որոնք վերաբերվում են տասնյակ հազարավոր, 100,000-ավոր դոլարների միջազգային փոխանցումներին։ Հիմա դու ասում ես 300,000 դրամի մանրածախ ռիթեյլը մենակ թողենք, դրանով այդ օֆիսները չեն կարող գոյատևել։ Դրա համար շատերը փակվեցին, հիմա համարը ոչ մի օֆիս չի մնացել կրիպտոյի change-ով զբաղվող։ Չգիտես այդտեղ ստվեր գոյացավ թե չգոյացավ, ու պետ բանը համայնքը ինքը ասում էր եկեք համագործակցենք, եկեք թափանցիկ գրանցենք ամեն ինչ, տվյալներ փոխանակենք, իմանանք ինչ է կատարվում, պետությունը ասեց չէ։ Եկեք այս սահմանափակման ճանապարհով գնանք, ու ամենաաբսուրդն է, որ մինչև օրս կանխիկը սահմանափակվել է, բանկերը դեռևս չեն սպասարկում նորմալ։ Բա ինչպես է տեղի ունենում process-ները։ Հիմա կարելի ասել սառածա ոլորտը կամ էլ ամբողջությամբ ստվերում է։ Ոչ մի վիճակագրություն չկա, ոչ մեկ չի կարող միտեղ թվեր բացի նայի։ Էլի միջազգային վերլուծական գործիքներ կան, chain analysis անունով հիմնականում, որ պետությունը առել է ծառայությունները, պետությունը եթե դիմի, կարող է ինքը տեսնի որոշակի վիճակագրություն։ Բայց մենք որպես տնտեսվարողներ, բիզնեսներ չեն կարող դա տեսնել, որտեղ այդ շատ թանկ 100,000-ավոր, միլիոնավոր դոլարների արժեցող գործիքներ են։ Մոտ 1.5 միլիոն դոլար կառավարությունը տվել է, որ այդ վերլուծական գործիքները գնի Հայաստանի կառավարությունը։ Հիմա փաստացի sense անորոշություն է մեծ, 1-2 բանկ առաջի քայլերը փորձում են անեն, այն էլ շատ փոքր սահմանաչափերով, շատ սահմանափակ տեսակի գործարքներ ու շատ մեծ բյուրոկրատիա, ահավոր մեծ բյուրոկրատիա ստեղծելով, թղթաբանություն ստեղծելով ամեն գործարքի համար, որը դժվարացնում է համ տնտեսվարողների, համ էլ հաճախորդների կյանքը։ Շատ լավ, Էդուարդ, մեկ այսպեսի հարց եմ ուզում ուղղել, բնականաբար մենք հիմա խոսում ենք կրիպտոյից, իր հնարավորությունների, վտանգների, ռիսկերի մասին, գործարար ոլորտում միշտ նշում ենք նրա մասին, որ կան ոլորտներ, որոնք որ ամբողջ աշխարհում զարգանում են, այսինքն անկախ նրանից դու այդ զարգացման ուղեցրում կլինես թե չես լինի, ոլորտը զարգանալու է, այսինքն մենք ինչ որ բաներ կարող ենք մերժել, ինչ որ բաներ կարող ենք ընդունել, բայց ոլորտը աշխարհում զարգանում է։ Հիմա ինձ մոտ լրացուցիչ հարց առաջացավ, տեսեք, կա արդյոք ինչ որ
որ մի վիճակագրություն կամ ինչ որ վերլուծություն, որ օրինակ, եթե մենք սահմանափակում ենք կրիպտո արժույթի շրջանառությունը տվյալ երկրում, դա որքան է անդրադառնում ընդհանրապես տնտեսության վրա, հա, այսինքն ինքը ավելի շատ շրջանառությանը նպաստում է, չի նպաստում գործարքներին կամ ինքը ոնց է ազդում տնտեսության վրա խոշոր հաշվով, մենք այսպիսի ոնց որ պատկեր, վիճակագրություն, վերլուծություն ունենք եւ բ աշխարհում կան օրինակներ, որ մեզ համար կարող է լինել որպես այսպես benchmark-ի օրինակ, որ մենք վերցնենք դա, իմպլեմենտացնենք մեր երկրում, ասենք, չգիտեմ, այս երկիրն էլա մերպես փոքր է, այսինչ ռիսկերը կան, այսինչ ճանապարհով գնացել են ու հաջողել են։ Միգուցե այս ճանապարհով հնարավոր լինի օրինակ ոլորտը ակտիվացնել, եթե իհարկե նորից մենք հստակ հաշվարկ ենք այլ ու հասկանում ենք, որ ոլորտը ինքը միևնույն է զարգանալու է, վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա բացակայությունը մեր երկրի տնտեսության աճի զարգացման վրա բացասական է անդրադառնում եւ իրականում աշխարհում կան հաջողված փորձեր մեր երկրի օրինակով։ Տեսեք, ցանկացած բան գնահատելու համար, որոշում կայացնելու համար պետք է տեղեկատվություն։ Հիմա տեղեկատվություն թե ռեալ ինչքան շրջանառություն կա Հայաստանում, այդքան էլ ճշգրիտ որևէ տեղ չկա։ Անկամ եթե կա այդ մոտավոր գնահատականները ամբողջ ծավալի վերաբերյալ, բացվածքով ընդհանրապես ոչ մի տեղեկատվություն չկա։ Թե օրինակ այս ինչ երկիրը այսքան տոկոս է, այս ինչ երկիրը այսքան տոկոս է, մանրածախը այսքան է, մեծածախը այսքան է, բիզնեսները այսքան են, ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, միջին գործարքի չափը ոչ մի տեղեկատվություն չկա, որովհետև մինչև հիմա կանոնակարգված չի եղել ոլորտը։ Ու տարիներ շարունակ ոլորտը ասում էր օրենսդրությունը պետք է ստաշտի համար, որ կարողանանք ցիվիլ ձևով աշխատել, որ կարողանանք գրանցվել, հարկեր վճարել, բանկերը մեր համար հաշիվ բացեն, կարողանանք օրինական բիզնեսով զբաղվել, իսկ մինչև հիմա տենց շատ մոխրագույն գոտիում է աշխատել, չկարգավորված դաշտում է աշխատել ոլորտը ու պատասխանելով ձեր հարցին, թե ինչքան վնասներ կկրի ոլորտը, երբ որ սահմանափակվում է այս դաշտը, անհնար է ասել, որովհետև տվյալներ չկան։ Ու ամենամեծ խնդիրը այդ է, որ օրենքներ են ընդունվել առանց չափելու, առանց գնահատելու, առանց իմանալու թե ինչ ենք անում, ինչի համար ենք անում, ինչ արդյունքի սա կարող է բերել։ Այս ամենի պատասխանը չիմանալով, ասենց որոշում ենք մենք անկանխիկ խթանող երկիր ենք, եկեք սա էլ բրթենք, անկանխիկ, մինչդեռ բանկերը այնտեղ չեն սպասարկում։ Մինչդեռ կարող է ինչ-որ առևտրային ուղղություններ կան, որոնք որ բանկերը պրոբլեմատիկ են համարում սպասարկելը։ Ձեզ հայտնի որոշ ուղղություններ կան, որոշ երկրներ կան, որոնց հետ ընդհանրապես բանկային փոխանցումով չի լինում անել, կամ էլ խիստ սահմանափակ ձևով է արվում։ Բայց կրիպտոն աշխատում է։ Կրիպտոն նաև քեզ ֆինանսական սուվերենություն է տալիս։ Դու էլ կախված չես լինում այդ միջազգային մի քանի ֆինանսական կազմակերպությունից, Visa-ը, Mastercard-ը, Swift-ը եւ այլն, ովքեր քեզ փաստացի թույլտվություն պետք է տան, որ դու քո առևտրային գործընկեր հետ գործարքներ անես։ Կրիպտոյով դու ինքդ անում ես, ում հետ ինչ առևտուր ուզում ես անում ես, նաև զգայուն ոլորտներում, որտեղ մենք նույնպես մեր շահերը հետաքրքրություններ որպես պետություն ունենք, մենք կարող ենք ֆինանսական սուվերենությունը բարձրացնել, բայց այս ամեն ինչը էլի հաշվի չի առնվում ու փաստացի ոնց որ վնասվում է ոլորտը։ Ու հիմա չգիտենք էլ կարող է ամբողջը ստվեր անցել, կարող է կեսն ստվեր անցել, կարող է այդ բոլոր գործարքները ուղղակի դադարել են ու դրանից տնտեսական վնասներ են կրելու։ Իդեպ մեծ քանակի նաև արբիտրաժ կար, որը գալիս էր նրանից, որ մեր մոտ օրինակ կրիպտոյի շատ ավելցուկ է լինում, որտեվ IT ոլորտը զարգացած է, լիքը մարդիկ աշխատավարձ են ստանում, կրիպտոյը այստեղ կուտակվում, իսկ մեր գործընկեր ԱՊՀ երկրներում կա մեծ կրիպտոյի պահանջարկ, որտեվ այնտեղ իրար մեջ առևտուրը հաճախ էլի լինում է կրիպտոյով, որովհետև այնտեղ սահմանափակումներ կան բանկային համակարգի վրա։ Մեր մոտից առնում էին կրիպտո, այնտեղ վաճառում էին ավելի թանկով, շահույթ էին դրանից գրանցում ու նման էր դա այն ոսկու վերավաճառելուն։ Այդ ոնց էր որ վերջի տարիներին տնտեսական ակտիվության ցուցանիշը լավ աճել էր ոսկու վերարտահանման հաշվին, չէ՞։ Հա, այդտեղ լիքը մարդիկ գումար են աշխատել, Հայաստանի քաղաքացիներ աշխուժությունները մտել ոլորտ, աշխատատեղեր են ստեղծվել, այսինքն օգուտներ ինչ որ կային, թե կոնկրետ ինչքան ա եղել դժվար է գնահատել, որտեվ ասում են, որ սա աղավաղում է այդ պատկերը, որովհետև սա իրական ինչ որ առևտուր չի, շատ փոքր մարժա եւ այլն, այս նույն բանը կրիպտոյում է լինում։ Կրիպտոն էլ թվային ոսկին է, այստեղ առնում են ուրիշտեղ ծախում են առևտուր են անում, այդ բալանսավորում են դրանով շուկան, դրա համար պարգևատրվում են գումարի շահույթի տեսքով, ու հիմա այս ամենը ոնց որ ստոպ արվի։ Ու ստոպ արվում առանց այլընտրանքներ ստեղծելու։ Եթե բանկային համակարգը ասենց գրկաբաց ընդուներ, մենք որպես ընկերություն, որպեսզի մի հատ բանկում հաշիվ կարողանանք բացենք, շաբաթներ շարունակ համոզում ենք թղթաբանություն, ինչ որ ստուգումներ, բաներ,
Վերջում կարող է բացեն, կարող է չբացեն։ Ինչպես է պրակտիկան։ Վրաստանի օրինակը բերեցիք, որ բավականին հեշտ է եւ որպես այդպեսին սահմանափակումներ չկան։ Վրաստանում շատ լավ օրինակ եք բերում, Վրաստանում այնտեղ շատ ավելի པարզ են կարգավորումները, այնտեղ դասակարգված են, մի բան էլ մինչև Վրաստանը անցնելը, այստեղ ասեմ Հայաստանի մասով, այնպեսի օրենսդրություն է բերվել, որ տպավորությունն է, որ կենտրոնական բանկը ռեգուլատորը չի ուզում տեսնի այս ոլորտում փոքր միջին բիզնեսներ, ուզում է մենակ մեծեր տեսնի։ Այսինքն ուզում է մենակ կրիպտո, այսպես ասած, բանկեր տեսնի, որը որ պահանջում է այնից շատ մեծ ներդրում, ժամանակ, ջանք, գիտելիք, այսինքն դժվար է այստեղ ավելի շատ ստարտափային վիճակում են այդ ընկերությունները։ Վրաստանում այդ ամեն ինչը էլի դասակարգված է ըստ զամբյուղների։ Փոքր բիզնեսը սահմանափակ քանակի գործարքներով է զբաղվում, ոնց արտարժույթի փոխանակման կետը, կարա երկու աշխատող ունենա, իր օրվա բանը եկամուտը ապահովի, հաճախորդներին սպասարկի, այս մի ծառայություն է։ Կա ֆինանսական փոխանցումների ծառայությունը, ասենք ինքը ուրիշ լիցենզավորման տակ է մտնում։ Կա կրիպտոբորսա, որը շատ ավելի մեծ կոմպլեքս պրոդուկտ է, որը որ նաև պահառություն է իրենցի ենթադրում, որ մեծ ռիսկ է հաճախորդների, որ փողերը կոմոդ է սպահում, այդ շատ ավելի մեծ կապիտալ, ստուգումներ եւ վերահսկողություն է պահանջում։ Այսինքն այս պրոդուկտների տարբեր բաների է բաժանված։ Մեր մոտ կարծես թե սաղ բերվել է մի հատ ամբյուղի, մի հատ բարդ դժվար լիցենզավորման բան է դրվել, որ փոքր միջին բիզնեսներ այդտեղ չկարողանան գոյատևել, հա։ Իսկ Վրաստանում բոլոր տեսակի բիզնեսները կան։ Այնտեղ կան կրիպտոյի չենջեր, որոնք կանխիկով են աշխատում, համ անկանխիկով։ Այնտեղ կան կրիպտոյի բանկոմատներ, որոնք որ էլի կարող են անսահմանափակ ձևի չափի գործարքներ անել։ Հայաստանում օրենքով այսել վերջի դեկտեմբերի օրենքով փոփոխությունով թույլատրվեց, որ եւս 2 տարի կթույլատրվի կրիպտո բանկոմատների աշխատանքը։ Բայց դրանից հետո ինչի՞ չպետք է թույլատրվի։ Ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում, զարգացած Եվրոպայում կա, Ամերիկայում կա, այլ երկրներում կան, ինչի Հայաստանում չպետք է լինեն կրիպտո բանկոմատներ։ Որն է։ Որ կանխիկով չի կարելի գործարքներ անել։ Ուղղակի, տենց որոշվել է։ Ինչ պատճառով, որովհետև ժամանակին ՆԳՆ-ն բաներ բերել հիմնավորում, որ հանցավորություններ կան, որոնք չեն կարողանում բացահայտել, մենք ասել ենք լուծում տալիս ենք, կնույնականացնենք բոլոր գործարքները, չէ, անտեսվել է դա։ Իդեպ ՆԳՆ-ն այս խոսակցության մեջ հետ է քաշվել, ասել է լավ, եթե այդ խնդիրը լուծում եք, ես այդտեղ խնդիր չունեմ, դեմ չեմ սրան։ Այդտեղ արդեն եկավ կենտրոնական բանկը, ասում է, բայց չէ, ինչ որ չարժի, որ կանխիկով ստա գործարք անենք։ Այդտեղ կարող է նաև փոխարեն ոտը կտրում ենք եւ վրձնում։ Այդտեղ կարող է նաև բանկերի լոբինգի ու շահի հատված կա, որովհետեւ ամեն դեպքում որ խոսում ենք, չէ, կրիպտոն փողի այլընտրանք է։ Իսկ հիմա ստատուս կվոն փողի որն է, բանկային համակարգը, պետական արժույթները։ Ու այդ առումով էլ անտրամաբանական է, որ կրիպտո ոլորտի վերահսկողությունը տրվում է կենտրոնական բանկին, որտեղ իրանք շահերի բախումն են, հակադիր բևեռներ են կարելի ասել։ Ճիշտ է, Վրաստանի օրինակով նրանք ովքեր որ ազատամիտ են, ովքեր որ մենակ ռիսկերի տեսանկյունից չեն նայում, կարողանում են այնպեսի մոտեցում կարգավորումներ մշակել, որ չմեռնի ոլորտը ու ավելին, կարող է բանկային համակարգը դրանից եւս օգուտներ ունենա, որ դու կրիպտոին առնչվող ֆինանսական հոսքեր էլ բերես, կարաս ֆինանսական հաբ դառնաս, համ կրիպտոն շահի, համ պետությունը շահի, համ բանկերը շահեն, բոլորը շահում են։ Իսկ դու ասում ես, այդտեղ կրիպտո ռիսկ կարող է ինչ-որ փողերի լվացում բան լինի, միջազգային ստատիստիկա կա, մեծ 4 աուդիտորական ընկերություններից KPMG-ն հրապարակում ամեն տարի, այնտեղ նշվում է, որ մոտավորապես կրիպտո շրջանառության մոտ 0.2-ից 0.3%-ն է, որը առնչվում է անօրինական փողերին։ Չնչին տոկոս է։ Դու կենտրոնանում ես այդ փոքր 0.2%-ի վրա, ասում ես, այդտեղ ռիսկեր են, հանցավորություն բանա, ու բացես թողում են 90%, 99% հնարավորությունները։ Աբսուրդ է դա։ Իսկ եվրոպական եւ ամերիկյան շուկայում ինչպես է պատկերը, Էդուարդ, այնտեղ ոնց է կարգավորումները։ Ամեն դեպքում այնտեղ էլ չէ, բնականաբար ազգային արժույթի շահը կա եւ այլն այն խնդիրները, որոնք որ մեզանում են, վստահաբար այնտեղ էլ կան, պարզապես մասշտաբների խնդիր է։ Շատ տարբեր իրավիճակ է։ Եվրոպայում օրինակ, այնտեղ շատ են սիրում բյուրոկրատիա, թղթաբանություն, այնտեղ ամեն ինչ բարթանում է բոլոր տեսակի բիզնեսների համար, մենակ կրիպտոյի մասին չի խոսքը։ Այնտեղ կարելի ասել Եվրոպայում համարյա չեն մնացել ստարտափներ, համարյա չի գալիս նոր կապիտալ, նոր ներդրումներ, ու նույնը վերաբերվում է նաև կրիպտոին։ Այնքան բարդ դժվար օրենսդրություն են մշակել, որ կրիպտո բիզնեսները չեն կարողանում դրա տակ մտնել կամ իրենց համար ոչ հետաքրքիր է դա դառնում։ Ու Հայաստանի իրականում պատճենն է նույն բանն է վերցրել, ինչ Եվրոպական միության օրենսդրությունը, MiCA-յա կոչվում է, MiCA կարգավորում վերցրել են, հայերեն են թարգմանել, մի երկու բան փոխել են
անգամ ավելի են վատացրել, բարդացրել օրենսդրությունը, դա են որպես օրենսդրական բազա ընդունել, ու նաև այդ է հիմնական պատճառներից մեկը, թե ինչի հիմա չեն կարողանում նորմալ առաջարժվել այս ոլորտում։ Ամերիկան տարիներ շարունակ էլի շատ ճնշող զսպող քաղաքականություն է վարել մի քանի ռեգուլատորների կողմից, այնտեղ SEC-ն էր, որը որ արժեթղթերն է կարգավորում, ինքը բոլոր կրիպտո բիզնեսներին աջուձախ դատի էր տալիս, համապակում էր թույլտվությունները կասեցնում էր եւ այլն, այսինքն խոչընդոտում էր ոլորտի զարգացումը։ Հետո երբ որ այնտեղ քաղաքական ադմինիստրացիան փոխվեց, Թրամփի վարչակազմը եկավ, լրիվ 180 աստիճանով փոխվեց վերաբերմունքը, Ամերիկայի նախագահի 2 հրամանագիր ստորագրվել անցած տարվա սկզբին։ Մեկը որ պետքա զարգացնենք կրիպտո ոլորտը, որտեղ ինքը շատ կարևոր է, որտեղ ինքը կենսական շահեր է ներկայացնում Ամերիկայի համար, ասում է որ կրիպտոյի համաշխարհային կապիտալ կենտրոն պետքա դարձնենք, մայրաքաղաքը պետքա դարձնենք Ամերիկան, այդ Թրամփի հրամանագրով է ֆիքսվում։ Երկրորդ հրամանագիրն էլ ասում է որ պետքա բիթքոյնի ստրատեգիական ռեզերվ ֆիքսենք։ Ոնց որ ամեն պետություն, ամեն կենտրոնական բանկ, նո համարյա բոլորը Հայաստանը չունի, ոսկի է չէ ունենում, հա, կամ տարբեր ակտիվներից ռեզերվներ ունեն, բացի ոսկուց, նավթ, ցորեն այլ այլն։ Ամերիկան ասել է որ պետքա բիթքոյնի ռեզերվ նույնպես ունենանք։ Ու իրանք արդեն մեծ քանակի ռեզերվ ունեն կուտակված, ու այդ առաջարկը մենք օրինակ նույնպես պետությանը առաջարկել ենք, որ ինչ որ քանակի նաև բիթքոյնի մեջ հատկացում արվի ռեզերվներից։ Հասկանում ենք կարող է ռիսկային ակտիվ է դասում, բայց ըստ այդ ռիսկայնության կարող փոքր տոկոս հատկացվի, ասենք 2%, 1%, կես տոկոս, ինչ որ բան հատկացվի, որտեղ դու կարողանում ես բալանսավորել քո ռիսկերը, մի քանի տեղ դիվերսիֆիկացիա անելով։ Շատ լավ, եթե ամփոփենք, Էդուարդ, իրականում էլի թեման շատ հետաքրքիր է, բավականին լայն է, շերտեր ունի ու պետք է նաև արձանագրել, որ շատ գիտելիքի պակաս կա։ Հիմա դուք մասնագիտացված համայնքով անհատներ, ովքեր բավական երկար տարիներ ոլորտում եք, արդեն իր բոլոր կետերը գիտեք, բայց վստահաբար ինքը լայն հանրամատչելի թեմա չէ ու բոլորը չեն տիրապետում։ Եթե ընդհանրացնենք, կնշեք մի քանի կետ կարևոր հնարավորություններ եւ մի քանի կարևոր կետեր այդ ռիսկ լուծում համատեքստում ու նաև ամենակարևորը որն է ձեր առաջարկը, հա, հիմա ինչ պետք է անել, լավ, եթե ոնց որ նշում ենք, որ ոլորտը զարգանում է, հնարավորություններ կան, Ամերիկան առաջնահերթություն է տալիս, Եվրոպայի մի քիչ զսպող է եւ այլն, մենք ինչ պետք է անենք, հա, վերջ-վերջո ինչ որ մի կետում պետք է գալ այդ համաձայնության կամ եթե ընդհանրապես հրաժարվում ես, դա հենց հիմա անես, որպեսզի ինչ որ փուլ չհասցնես ու բիզնեսների կորուստը ավելի մեծ լինի կամ ընտրել խթանման ճանապարհը եւ նաեւ բնականաբար մեխանիզմները այդ համակարգ process մարդիկ բանը կառուցել, հա, ճիշտ մարդիկ։ Եկեք ներկայացրեմ ռիսկերը, հետո հնարավորությունները, հետո առաջարկը լուծումների։ Ռիսկերը կրիպտո ոլորտում որոնք են։ Մի քանի հիմնական ռիսկ այն, որ հաճախ ներդրողներին մոլորեցնում են խոստանալով շատ մեծ շահույթներ։ Մարդիկ մտածում են հեսա ինչ որ կրիպտո կառնեն, 2 շաբաթում միլիոնատեր կդառնան, նմանատիպ բան չկա, չի լինելու։ Այդ ժամանակին հա եղել է, երբ որ նոր է ստեղծվել առաջինը, ասենք 2010 թվականին որ բիթքոին առել է, հա, ինքը շատ մեծ հարստություն է կուտակել դրա շնորհիվ, բայց հիմա տենց բաներ էլ չկան։ Այսինքն ներդրողները պետք է իրազեկված լինեն, որտեղ ռիսկեր կան, որտեղ խարդախություններ կան, ինչ որ սկամ պրոյեկտներ կան, որտեղ ամեն մեկը կարա իր կրիպտո արժույթը ստեղծի, գովազդի, փորձի դա վաճառել մարդկանց վրա։ Պետության տեսանկյունից կարան լինեն հանցավորության կամ փողերի լվացման ռիսկեր, դա էլ լուծվում է նույնականացման միջոցով։ Երբ որ դու իմանում ես ովքեր են գործարքանում, ինչի համար են անում, հետևում ես այդ գործարքներին, դու կարողանում ես նաև ոնց որ քայլեր ձեռնարկել, սահմանափակել։ Եթե մեծ ծավալներ են ռիսկային ուղղություններ են, այդ մարդկանց հարցեր տաս կամ էլ արգելես կամ էլ պատասխանատվության ենթարկես, եթե իրանք օրենք են խախտում, որտեղ նմանատիպ դեպքեր միանշանակ նույնպես լինում են։ Ինչ հնարավորություններ կան։ Հնարավորությունը այն է, որ դու նոր ֆինանսական գործիք ես ձեռք բերում 21-րդ դարի փողն է սա ու գնալով ծավալները մեծանալու են կրիպտոյի շրջանառության, շատ հավանական է նաև պետական արժույթները փոխարինեն տարիների ընթացքում կրիպտո արժույթները, որտեղ ավելի լավ է դու օգտվես նեյտրալ փողից, որը ոչ մեկի կողմից չի կառավարվում, քան թե ինչ որ մեկի կողմից կառավարվող փողից, որը այս պետությունն է, թե այն պետությունն է, այս կառույցն է կամ այս կազմակերպությունն է։ Չէ, ավելի լավ է բոլորին լինի այդ փողը, ոչ մեկը տեղ ազդեցության լծակներ չունենա, դրանից օգտվես։ Ու նաև դրա համար է, որ կրիպտո շուկան տարեստարի աճում է, մարդիկ սկսում են հասկանալ այդ միտքը, այդ օգտակարությունը, ու մենք ինչքան առաջնագծում դրա լինենք, ինչքան շուտ դա հասկանանք, շուտ դա հարմարացնենք մեր օրենսդրությունը, մեր տնտեսությունը այդ նոր իրականություններին, նոր իրողություններին, դրանից մենք ավելի շատ կշահենք։ Ոնց է
Վրաստանը 5 տարի առաջ այդ ռազմավարությունը ունեցել է զարգացրել է ոլորտը, հիմա իրանք շատ ավելի առաջ են, քան Հայաստանը։ Նույն սկզբունքով եթե մենք հենց այսօր այդտեղ ճիշտ քայլեր ձեռնարկենք, մենք 5 տարի հետո շահած կլինենք համեմատած այլ երկրների համեմատ, ովքեր որ ավելի դանդաղ են։ Որն է հետեւաբար ոնց որ առաջարկը, լուծումը։ Այն որ այս ոլորտին չնայել ռիսկերի տեսանկյունից, բացառապես ռիսկերի տեսանկյունից չնայել, այո։ Հակառակը ռիսկերը շատ փոքր մասն են կազմում, ռիսկերը նույնպես դիտարկենք, բայց չմոռանանք հնարավորությունների մասին։ Այնպես անենք, որ քաղաքացիները, բիզնեսները կարողանան իրենց բնական գործունեությունը ծավալել առանց խոչընդոտների, որոշակի ստուգման մեխանիզմներ դիր, բայց այն որ այս խողովակները չփակվեն։ Պատկերացրեք, ասենց օրինակ բերեմ, պատկերացրեք մայրուղիներ ենք կառուցում, քաղաքից քաղաք, ու ամեն մեքենային, ամեն, ասենք, խաչմերուկին կանգնացնում ենք, որ ստուգումներ անենք։ Ոնց կաշխատեին այդ մայրուղիները։ Կոլապսի կենթարկվեն, մարդիկ էլ ավտո չեն քշի, որովհետև աբսուրդ կլներ։ Եթե դու թողես այդ հոսքերը գնան, ռիսկերը իդենտիֆիկացնես, կոնկրետ մեքենաների կանգնացնես, ասես որ սպասի, դու ինչ որ քո բանից վատ գազեր են դուրս գալիս մեքենայից կամ ինչ որ ռիսկային բան ենք տեսել կամ քո համայնիշով ավտոն ռիսկային է այլ։ Կետային լուծումներ տաս, հիմնական հոսքերը չխոչընդոտես։ Հիմա այն ինչ արվում է հիմնական հոսքերին խոչընդոտող է։ Իսկ այս տեսանկյունից է պետք մոտենալ։ Կրթությունը շատ մեծ դեր է խաղում։ Սա բավականին կոմպլեքս ոլորտ է, դրա համար նաև իրազեկվածությունը այս ոլորտի մասին բարդ, որովհետև համ IT-ն է վերաբերվում, համ ֆինանսներին, տնտեսագիտությանը, քաղաքականությանը, խաղերի տեսությանը, ամեն ինչին վերաբերվում է, կոմպլեքս ոլորտ է, ու մոտ 100 ժամ պետք է կարդալ լսել, որ խորապես գիտելիքներ ձեռք բերես այս ոլորտից։ Մենք հիմա նաև միջոցներ ենք ձեռնարկել, որ բանկերին վերապատրաստենք, որովհետև կրիպտո բիզնեսները կանխիկը որ սահմանափակել են, ստիպված պիտի բանկերի հետ աշխատեն, բանկերն էլ պատրաստական չեն, փորձում ենք բացատրել, թե այս ոլորտը ինչ է իրենց ներկայացնում, տրեյնինգներ կազմակերպել իրենց համար։ Իսկ բաց են տրեյնինգների սովորելու։ Մենք նոր ենք ծրագիրը կազմել, հեսա մոտակա օրերին արդեն ուղարկելու ենք բանկերին։ Ենթադրում եմ, որ բաց կլինեն, որովհետև նմանատիպ մի տրեյնինգ կենտրոն կամ բանկներ կազմակերպել բանկերի համար ու շատերը գիտենք, որ գնացել են, այսինքն մոտ 30-50-100 հոգի ոնց որ գրանցվել մասնակցել են տրեյնինգներին բանկերից։ Նաև մեր միության անդամներից մի քանիսը օրինակ պետեկամուտների կոմիտեում են տրեյնինգ անում, որովհետև նաև հարկային առնչվող շատ հարցեր կան, այսինքն պետք է մենք իրազեկենք տարբեր կառույցներին, համ բանկերին, համ ՊԵԿ-ին, ԲՏԱ նախարարությունը շատ խորը գիտելիքներ ունի արդեն իսկ ու ինքն էր կարելի ասել ինչ որ չափով աջակցում էր, օժանդակում էր այս ոլորտին, կառավարություն, ազգային ժողովը, այսինքն մեզ պետք է մարդիկ իմանան, թե այս ոլորտը ինչ է իրենց ներկայացում, որ կարողանան ըստ այդմ որոշումներ կայացնել։ Թե չէ հիմա ինչ որ տեղից որոշումներ պատճենելով առանց հասկանալու մեր շուկայական իրողությունները, վատ արդյունք ենք ստանում, կամ էլ բացառապես ռիսկերի տեսանկյունից նայելով, էլի բաց ենք թողում բոլոր հնարավորությունները։ Շատ շնորհակալություն Էդուարդ, բավականին հետաքրքիր ու բովանդակալի զրույցի համար։ Այո, ոլորտը բավականին խորն է, բավականին այսպես շատ գիտելիքի ու փորձի անհրաժեշտություն կա, բայց ելի պետք է միանշանակ վերցնել այն միտքը, որ եթե աշխարհում թեման զարգանում է, ոլորտը զարգանում է, մեր ուզելով, չուզելով, մեր թեմային ինտեգրվելն ու չինտեգրվելը հարց չի լուծելու, ինչպես մենք միշտ նշում էինք արհեստական բանականության դեպքում, արհեստական ինտելեկտի դեպքում, որ ոլորտը զարգանալու է, դու դեմ լինես, կողմ լինես, ուզենաս ինտեգրես, չուզենաս, ոչ ոք քո կարծիքը չի հարցնելու, ճիշտ նույն կերպել այս ոլորտն է եւ մեծ վստահություն ունենանք, որ իրապես եւ ձեր միությունը եւ պետությունը եւ շահագրգիռ կողմերը կգան այն ճիշտ հանգուցալուծման որոշմանը, որը որ եւ պետության համար կլինի անվտանգ ու հնարավորություններով լի եւ մասնավորի համար եւ ինչու ոչ նաև կենցաղում, որովհետև էլի շատ անհատներ կան, ովքեր որ կենցաղային մակարդակ նույնիսկ կենցաղի մեջ են իրենց այդ դրամաշրջանառության կտորը հենց կրիպտո արժույթի միջոցով կազմակերպում։ Շնորհակալություն շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեր գործերին կամ մեր գործերին մեծ հաջողություն եւ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, իմ հյուրն էր Էդուարդ Ավետիսյան եւ մենք խոսում էինք կրիպտո շուկայի մասին։ Շնորհակալություն։